երաժշտական դպրոցները, երաժշտական եւ մշակույթի դպրոցները, արվեստի դպրոցները ավելի ճիշտ, մանկապարտեզները եւ պոլիկլինիկաները, ուրեմն այդ աշխատողները ստանում են 100-ից 200,000 դրամ աշխատավարձ։ Կոնկրետ մանկապարտեզներում ստանում են 150-ից 161,000 դրամ աշխատավարձ, դաստիարակի եւ դաստիարակի օգնականները, պոլիկլինիկաներում ստանում են 100-ից 200,000 դրամ աշխատավարձ, բուժքույրերը եւ բժիշկները, որոշ դեպքերում նաեւ 75,000 դրամ աշխատավարձ են ստանում բուժքույրերը։ Ուրեմն երաժշտական դպրոցներում ես չեմ ասի, որ կոնկրետ որ վարչական շրջանում եւ որ դպրոցում եմ հարցում արել, դրույքու կեսով ուսուցիչը երաժշտական դպրոցում աշխատում է, ստանում է 160,000 դրամ աշխատավարձ։ Հիմա իմ առաջարկը ինչումն է եղել։ Ուրեմն անցած ավականու նիստի ժամանակ, եթե հիշում եք կամ եթե տեսել եք, եթե չէ հիմա կասեմ, նոր կառույց է ստեղծվում, ուրեմն Երևանի Անիվ 2-ը, այո, Երևանի երթևեկությունը կառավարող ինչ-որ կազմակերպություն է, մինի անիվն է, էլի դա։ Ուրեմն կառույց է ստեղծվում, որտեղ տնօրենը ստանալու է 1,800,000 դրամ աշխատավարձ։ Փոխտնօրենը ստանալու է 1,700,000 դրամ աշխատավարձ։ Բայց այստեղ հարցը տնօրենի եւ փոխտնօրենի մասով չի։ Ուրեմն վարչատնտեսական մասի աշխատողները 18 աշխատակիցներ են։ Ստանալու են 230-ից 286,000 դրամ աշխատավարձ։ Կոնկրետ էլեկտրիկը եւ վարորդը ստանալու են 286,000 դրամ աշխատավարձ, պահակը եւ հավաքարարը ստանալու են 230,000 դրամ աշխատավարձ։ Հիմա տեսեք, այստեղ այս անարդարության մասին են բարձրացրել հարցը, հիմա էլ եմ ասում։ Տեսեք, ինչ անարդարացիա վարվում Երևանի այսօրվա իշխանությունը ի քաղաքացիների հանդեպ։ Տեսեք, ուրեմն նոր ստեղծվող կառույցում հավաքարարը եւ պահակը ստանալու են 230,000 դրամ աշխատավարձ, բայց նույն Երևան քաղաքի հիմնարկում պոլիկլինիկաներում կլինի, մանկապարտեզներում կլինի, աշխատակիցները ստանալու են 150-160,000 դրամ աշխատավարձ, կամ ստանում են այդքան։ Դա ինչքանով է արդարացի։ Դա արդարացի չի եւ այդ արդարացիության վերականգնման համար, վերականգնումը մի քիչ բանով ասեմ, էլի, այդ մարդիկ, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ցածր են վարձատրվում այդ 230-ից, պետք է մինիմումը գոնե 230,000 դրամ աշխատավարձ ստանան, եթե ոչ 286,000 եւ ավելի։ Դրա համար նախաձեռնությունով հանդես եկա, ավելի ճիշտ առաջարկով հանդես եկա, առաջարկ եմ արել Տիգրան Ավինյանին, որպեսզի կոնկրետ մանկապարտեզների աշխատակազմի, ոչ միայն դայակ դաստիարակի, այլ եւ հավաքարարի, եւ խոհանոցում աշխատողների, եւ պահակների աշխատավարձը բարձրացվի, եւ նաեւ դայակ դաստիարակների, եւ պոլիկլինիկաների աշխատակազմի աշխատավարձը բարձրացվի, բուժիչ-բուժքույրերը կլինեն եւ տեխնիկական սպասարկող անձնակազմը կլինի։ Այդ մարդկանց աշխատավարձը պետքա բարձրացվի, որովհետեւ մանկապարտեզում աշխատողների, կոնկրետ դայակ դաստիարակների մասին է խոսքը, աշխատանքը ավելի պատասխանատու է, եւ նույնը բանը բուժիչ-բուժքույրերի աշխատանքը ավելի պատասխանատու է, քան նոր ստեղծվող այդ կառույցի հավաքարարի կամ, չգիտեմ, վարորդի, էլեկտրիկի կամ պահակի։ Դրա համար պետքա այդ վերանշած հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձը բարձրացվի եւ ոչ թե ուղղակի բարձրացվի 10-20%-ով, այլ բարձրացվի, հավասարեցվի մինիմումը 230,000 դրամին եւ ավելի։ Ուրեմն այդ հիմնարկը, որ ստեղծվում է, համայնքային հիմնարկը, որը երթևեկությունն է կառավարելու, վարչատնտեսական մասի բաժնի պետի ավելի ճիշտ աշխատավարձը կազմելու է 440,000 դրամ։ Ուրեմն ինչ եք կարծում, մանկապարտեզի տնօրենը ավելի փոքր կոլեկտիվ է ղեկավարում, ավելի քիչ պատասխանատվություն է կրում իր վրա։ Այնտեղ մեր Երևանի մանկապարտեզներում մոտ 10-ից 12 խմբանոց ուրեմն մանկապարտեզներ են եւ մանկապարտեզ են հաճախում 300-ից 360 երեխա։ Պատկերացնում եք 300-ից 360 երեխու պատասխանատու է մանկապարտեզի տնօրենը։ Եվ իմ տեղեկություններով ավելի ցածր է ստանում 440,000-ից, դրա կեսն է ստանում։ Նույնը վերաբերվում է օրինակ շախմատի դպրոցներում։ Շախմատի դպրոցներում մեկ դրույքը 150,000 դրամ է, նկատի ունեմ ուսուցչի մեկ դրույքը։ Տնօրենը ստանում է 230,000 դրամ աշխատավարձ։ Բայց նորից եմ կրկնում, նոր ստեղծող համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի աշխատողը հավաքարարը ստանալու է 230,000 դրամ աշխատավարձ։ Պահակը ստանալու է 230,000 դրամ աշխատավարձ։ Էլեկտրիկը ստանալու է 286,000 դրամ։ Վարորդը ստանալու է 286,000 դրամ։ Ինչքանով է արդարացի։ Արդարացի չի։ Ուստի օգտվելով առիթից, օգտագործելով ձեր լսարանը եւ ձեր խոսափողը, նորից ու նորից Տիգրան Ավինյանին ասում եմ, կարդացեք
նամակը, նաև իմեջում ես հրապարակում եմ արել, կարդացեք, դա գիտություն ընդունեք եւ բյուջեն նորա դեկտեմբերն նորա եկել, եկող տարվա բյուջեով նախատեսեք իմ նշած հիմնարկների Երևան քաղաքի ուրեմն մանկապարտեզների, պոլիկլինիկաների այս պարագայում դեռ միայն իրենց աշխատավարձերը բարձրացրեք